Շնորհակալություն, ես կփորձեմ խոսել 3 հարցի շուրջ։ Մի հարցը միանգամից շարունակեմ միտքը պարոն Հայրիկյանի սահմանադրությանը վերաբերող։ Ես ասեմ, որ իհարկե սահմանադրությունը ստեղծելուց կան սահմանադրագետներ, քաղաքագետներ, գլոբալ հարցեր դնող մարդիկ, բայց սահմանադրությունը ունի նաև տարբեր շերտեր, ունի անվտանգության, մարդու իրավունքների, արտակարգ իրավիճակների եւ այլ եւ սահմանադրությունը մշակելուց պետք է մասնակցեն նաև ավելի մի քիչ նեղ մասնակիցներ, ավելի խորացած իրենց բնագավառում, որպեսզի դա կարճ ասեմ 2005 թվին, երբ որ սահմանադրության նախագիծը դուրս եկավ եւ ես քանի որ մասնակցել էի երևի ԽՍՀՄ-ից եզակի մասնագետներից էի, որ մասնակցել էի այն սկզբունքների եւ չափորոշիչների մշակմանը, որոնք պետք է արտակարգ դրության մասին օրենսդրության հիմքում լինեն, կոչում էին Stockholm Proposals, Ստոկգոլմյան առաջարկություններ, անմիջապես տեսա այդ թերությունները, որոնք կարող են բերեն ողբերգալի հետևանքների։ Եվ Golos Armenia թերթում 2004 թվականի օգոստոսին տպեցի մի մեծ նյութ էջի կեսը, որը կոչում էր ինչի է պետք Հայաստանին արտակարգ դրության մասին սահմանադրական օրենքը։ Նու չվերադառնալով այդ նյութին ասեմ, որ վերջում գրել էի փորձերը առանց օրենքի արկայության մտցնել արտակարգ դրություն կբերեն բազմաթիվ մարդկային զոհերի, երկրի համբավի, անկմանը միջազգային բնագավառում եւ այլ։ Ես չգիտեի, որ կլինի մարտի 1-ը 2008 թվի։ Հասկանում եք, եւ որ մենք փորձում ենք որոշել, թե ում պատճառով եղավ ողբերգությունը, ով է կրակել, ով է հրաման տվել, այդ բոլորը կարևոր չի։ Կարևորը այն խախտումներն է բուն սահմանադրության։ Սահմանադրությունում այդ թերությունները շատ են, բազմաթիվ, բայց ժողովուրդը քվեարկել է, սահմանադրությունը դարձել է օրենք։ Եվ այդ նույն սահմանադրության ապահովագրողները, հատկապես առաջի դեմքը, պետք է ապահովեին սահմանադրության կատարումը։ Բայց սահմանադրության մեջ կար մի քանի կետ, շատ հետաքրքիր եւ լավ կետ կար, որ արտակարգ դրություն կարելի է մտցնել միայն օրենքով։ Բայց վերջում բռնել էին, գրել էին, որ մինչեւ օրենքի ընդունումը իրավիճակից թելադրվող միջոցառումներ են անում, որը միջազգային օրենսդրության տեսանկյունից աբսուրդ է, որովհետեւ չի կարելի իրավիճակից թելադրվող, որովհետեւ ամեն բան շրջանում ում գլուխը ինչ գա կանի։ Բայց կարևորն է, որ գրել էին իրանք 116-րդ կետում այդ սահմանադրության, որ 2 տարվա ընթացքում սահմանադրությունը համաձայնեցնել օրենսդրությունը սահմանադրության հետ։ Եթե մենք հիշենք, որ սահմանադրությունը ընդունվեց 2005 թվականի նոյեմբերին, իսկ մարտի 1-ը 2008 թվականի արդեն 2 տարին անցել էր, то есть 2 տարում օրենքը բավական չի, որ չէր ընդունվել, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն առաջի դեմքից սկսած մյուսները, այլ օրենքի բացակայության պայմաններում մտցրեցին արտակարգ դրություն, որը սահմանադրական կարգի տապալման ամենակարևոր, ամենագռեհիկ խախտումն է։ Դրա մասին ես գրել եմ մեծ աշխատանք սահմանադրությունը եւ անվտանգությունը, ոչ միայն այդ կետը քննադատելու, այլ նաեւ գրել եմ ինչ կետեր է պետք մտցնել սահմանադրության մեջ մարդու իրավունքներին վերաբերող, որպեսզի դա չկրկնվի։ Եթե ֆիքսված է, սահմանված է սահմանադրությամբ, այդ շատ կարճ դա ասեմ, աղետների արտակարգ իրավիճակներից մարդու կյանքի եւ առողջության, քաղաքացիների եւ պետության ունեցվածքի պաշտպանության իրավունքը։ Մենք ունենք բազմաթիվ իրավունքներ սահմանադրությունում, այս իրավունքը չկա։ Եթե այս իրավունքը լիներ, մենք չէինք կարող նաեւ մարդկանց ստիպել իրանց տներից դուրս գալ, ասել, որ հանձնում ենք հարևան երկրին եւ այլ, որովհետեւ պարտադիր պետք է այս իրավունքը պահպանվեր։ Երկրորդը կառավարության գրված է այդ բոլորը մանրակրկիտ կառավարության այն գործառույթները, որով ինքը պարտավորում է մշակի քաղաքականություն մարդու իրավունքների, այս նշված իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Եվ երրորդը գործադիրից բացի օրենսդիր իշխանությանը տրված այն մեխանիզմները, որով օրենսդիրը գնահատում է գործադիրի կողմից ներկայացված
խնդրանքը կամ հիմնավորումը մտցնել արտակարգ դրություն թույլ է տալի մտցնել ամբողջ արտակարգ դրության ընթացքում հսկումը օրինական իրականացմանը եւ եթե այն հիմքերը, որով մտցվել արտակարգ դրություն վերացել են, օրենսդիրը դնում եւ վերացնում է։ Դուրս ես այն չեմ ասում, որ բացի ընդհանուր կոնստրուկցիայից պարոն Հայրիկյանի ասած գլոբալ ուղղությունների սահմանադրության պետք է մանրակրկիտ մշակվի նաեւ ամեն մի ուղղություն մասնագիտական, որ մենք կարողանանք սահմանադրությամբ երաշխավորենք մարդու իրավունքները, որը արդեն օրենքների մեջ մեխանիզմներով եւ այլ կբացվի։ Հաջորդը ես կուզեի բանի մեջ, աշխատանքի մեջ, դուք կոնցեպցիայի մեջ գրել էիք աղետների հետևանքների վերացման հարցը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը իմանա, որ աղետների հետևանքների վերացումը երկրորդ քայլն է։ Առաջի քայլն է աղետների ռիսկերի նվազեցումը եւ հետևանքների վերացումը։ Եթե դա մի քիչ բացենք, կլի աղետների սպառնալիքների ռիսկերի եւ կորուստների նվազեցում, հետևանքների մեղմացում վերացում։ Բայց կարճ կարելի է ասել աղետների ռիսկերի նվազեցում, եթե հասկանում ենք ինչ է ռիսկերը եւ այլ եւ այլ։ Դες մենք ունենք կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն Հայաստանի Հանրապետությունում։ Մարդու շատ իրավունքներ կա սահմանադրությունում, բացի այս իրավունքից։ Եվ հաջորդը այս տարիների ընթացքում այս բոլորը ես ներկայացրել եմ այն ժամանակվա սահմանադրական դատարանի ղեկավարին, այդ նյութը, այդ վտանգը եւ այլ, չտպվեց։ 2 տարի առաջ բոլոր աշխատանքներս, այլ թվում այլ աշխատանքներ, որոնց մասին կասեմ, ներկայացվել են բոլոր կարևորագույն մարմիններին մեր իշխանության, պրեզիդենտ, վարչապետ, արտադրության նախարար, ներքին գործերի եւ այլ։ Բոլորին այդ փաթեթները ներկայացել եմ, որոնք իմիջիալոց Եվրոխորհրդի սայթում կան, սրանցից որոշ աշխատանքներ, նրանք գնահատել են։ Եվ ինձ գրել են, որ ուսումնասիրվում է։ Ու ես հավատում եմ, որ մինչև հիմա ուսումնասիրվում է։ 2 տարի կարող է մի օր իրականացվի։ Հիմա Եվրոխորհրդի թիմի հետ ես եղել եմ Կոսովոյում։ Մենք այնտեղ անում ենք Կոսովոյի բանակի ազատագրման իբր թե վերափոխումը քաղաքացիական պաշտպանության եւ Պրիշտինայի համասանում մի քանի ամիս ես դասավանդել եմ այս ուղղությունը քաղաքացիական պաշտպանության եւ այլ եւ ինձ հետաքրքրել է Կոսովոյի պրոբլեմը, հիմնահարցը, ինչի սերբերը չկարողացան ստեղծել սերբական պետություն, ստեղծվեց Հարասլավիան եւ հետո սրա հետևանքները։ Եվ մի աշխատանք գրեցի Հարասլավիա, Կոսովո, Սերբիա եւ 20-րդ դարի հիմնակարերը, основные вехи 20-го столетия։ Ինչի այդ բոլորը եղավ։ Երկար պատմություն է, հիմա չեմ ուզում դրա մասին ասեմ, Կոսովոյի ղեկավարությունը Միլոշևիչ եւ այլ, իրանք պատմությունից դասեր չկաղեցին։ Դրա համար այսօր Սերբիան կործանվեց։ Դրա համար Սերբիան գնաց Սլովենիայի հետ կռվելու, որը իր խնդիրը չէր։ Հասկանում եք, ինչքան կարևոր է ոչ միայն լավ իմանալ անցյալը, այլ անցյալից դասերը քաղել եւ ինչպես պարոն Հարիկյանը ասեց, այդ դասերի հիման վրա ստեղծել ապագան։ Մի քանի աշխատանքներ կա մշակած մեր կողմից, օրինակ ես տեսնում եմ այս գեղեցիկ էկրանը, մի աշխատանք է սլայդերով հսկայական, պաշտպանիր քո տարածքը։ Աշխատանքի անվանումն է, միայն անվանումը ասեմ, ամեն ինչ պարզ կլի։ Երկրի յուրաքանչյուր տարածքի կամ տարածքների արտակարգ իրավիճակներից պաշտպանության միտված երիտասարդների տեղեկատվական եւ ինժեներական գիտելիքների եւ հմտությունների կառուցողական ներգրավումը ապահովող մարզային եւ հանրապետական համակարգի ստեղծում եւ կանոնավոր գործունեության ապահովում։ Լրիվ աշխատանքը կա մի քանի տասնյակ էջ, մենք կարող ենք ապագայում իրականացնենք եւ հաջորդը իմ ուղղությամբ արտակարգ իրավիճակների վերաբերյալ բնակչության իրազեկման, վարքի համապատասխան հմտությունների ձեռքբերման եւ ազդարարման ազգային եւ համայնքային կամպանիաների կազմակերպման եւ կանոնավոր միշտ որոշ ժամանակ առ ժամանակ անցկացման ապահովման համակարգի ստեղծում։ Մեր բնակավարում այս բոլորը պետք է արվի որպեսզի եւ այլ բնակավարներում կլինեն իրանց կարևորագույն խնդիրները, որ մենք այդ բոլորը կա մշակած եւ մենք կարող ենք մեր երկրի համար այդ բոլորը օգտագործել։ Հիմա ես ուզում եմ 2-3 հարցի վերադառնամ, ռուսերեն եմ գրել, բայց հայերեն կասեմ։ Ուրեմն ինչքան վտանգավոր է հրավիրել այլ երկրից մարդիկ լուծելու համար ներքին հակասությունները։
для решения внутренних конфликтов, հատկապես որոնք իշխանության պահպանման հետ են կապված, որը բերում է աղետի պետության եւ ժողովրդի համար եւ վերջին հաշվով նսեմացման եւ վերացման հենց հրավիրող ուժի։ Երեք հատ շատ հետաքրքիր օրինակ կա։ 1711 թվին Իսպանիայում եղավ իշխանության ճգնաժամ եւ հրավիրեցին արաբներին Հյուսիսային Աֆրիկայից, որպիսի կորցրած իշխանությունը վերադարձնեն։ Արդյունքում եղավ Իսպանիայի գրավումը բացի Բասկերի երկրից եւ հետո ապագա տեղաշարժը արաբների դեպի Եվրոպայի խորքերը, հարավային Ֆրանսիա եւ միայն ճակատագրական Պուատիեի 732 թվի ճակատամարտը եւ բերեց Եվրոպայի փրկմանը, եվրոպական կոալիցիա ստեղծվեց շատ դժվար Կարոլուս Մարտելի ղեկավարությամբ Եվրոպան մի կերպ փրկվեց։ Չնայած այսօր Եվրոպան նույն խնդիրը ունի, այլ նպատակներով հրավիրել են, հիմա կվերջացնեմ։ Երկրորդը բուզանդական իշխանության ուզուրպատորը Կոնստանտին Իոան Կանտակուզինը 1354 թվին օգնելու համար քաղաքացիական պատերազմում Օսմանական էմիր Օրխանին հրավիրեց Փոքր Ազիայից։ Օսմանները առաջի անգամ եվրոպական ափ անցան, եկան, հաղթեցին, բայց չգնացին։ Տեսնելով Բալկանների հարստությունները, Բուզանդիայի եւ Բալկանյան երկրների թուլությունները, նրանք մնացին եւ մեթոդապես սկսեցին գրավել Բալկանները եւ հետո Կոնստանտինոպոլը։ Բոլորս գիտենք Կոնստանտինոպոլը ինչպես են գրավել 1453 թվին, գիտենք Օրբանի պատմությունը թնդանոթների, բայց չգիտենք, որ 100 տարի պատրաստվել է այդ անցնելուց հետո Եվրոպա 1354 թվին 100 տարի պատրաստվել է, կամանց սկսել են ճնշել Կոնստանտինոպոլը, շրջապատել բոլոր կողմերից։ Երկու հատ բերդ կառուցեցին եվրոպական ափում Ռոմալիս խիսար, ազիականում Անադոլու խիսար եւ կամանց ոնց որ վիշապոցը ճագարին շրջապատվեց Կոնստանտինոպոլը եւ կործանվեց։ Անենց որ մենք պետք է հասկանանք, մենք երբ որ այսօր ինչ որ քայլ ենք անում, թվում է փոքր, ոչ այդքան վտանգավոր, այդ քայլերը կուտակվում, հետո բերում են խեղդման երկրի։ Պետք է մենք դաս քաղենք գոնե դրանից։ Կոսովոյի ճակատամար, բան չեմ ուզում ասեմ, այդ ժամանակ է հարցը բան Դուք մենք պետք է հասկանանք, որ ոչ թե պատմությունը պետք չի, բերեք այսօրվա մասին մտածենք, գնանք վաղը։ Իհարկե պետք է վաղվա խնդիրները դնենք առաջի հերթին նպատակային համակարգեր կա, մենք 81-85 թվին ԽՍՀՄ-ում ես Հայաստանում ղեկավարում էի նպատակային ծրագիրը երկրի կայունությունը միջուկային պատերազմի պայմանները Մուրադյան իգերներին բաժնում աշխատում շատ տաղանդավոր տղեր, մենք ծանոթացանք նպատակային համալիր ծրագրերի հետ, ամերիկական մեթոդիկայով, ռուսական եւ այլ ինչ է նշանակում գլխավոր նպատակ, տարբեր մակարդակների նպատակներ, խնդիրներ, միջոցառումներ եւ այլ, մենք պետք է հանրապետությունը զարգացնենք այս հիմքերի վրա։ Պետք է իմանալ գիտական հիմքերի եւ պրակտիկ գործնական տարբեր երկրներից եւ չիմանալով անցյալը երբեք ապագա չես կառուցի։ Պարույրը ասեց, որ պարծենալով նաեւ հպարտանալով անցյալով հոգեկան հարցեր կա, բայց կա նաև գործնական, մենք պետք է իմանանք ինչ ա եղել երկրների ճակատագրերում Բուզանդիայի կամ Իսպանիայի եւ մոռացա ասեմ եւ Ղարաբաղինը։ Մեր ընկերներից մեկը ասեց ինչպես Մելիք Շահնազարի, բայց մենք չենք հստակեցնում։ Մելիք Շահնազարը ուներ երկու տղա, ավագ որդին հայ կնոջից էր ծնված, կրտսեր որդին Նախճիվանի խանի աղջկա քուրդ կնոջից էր։ Կրտսեր որդին սպանեց ավագին եւ հրավիրեց Փանախ խանին, որպիսի իշխանությունը պահի։ Փանախ խանը եկավ, պահեց իշխանությունը, հետո իր հարցնել լուծեց, Ղարաբաղի բոլոր մելիքությունները ենթարկեց եւ այլ։ Ինչ է նշանակում հրավիրել արտաքին ուժերը ներքին հարցերը լուծելու համար։ Դուք հասկանում եք ինչ եմ ես ասում, չեմ ուզում մանանամ, շնորհակալություն։